Հարգելի գործընկերներ, մենք այս թեման եւ այս ուղղությամբ թեմաներ բավականին վաղուց ենք քննարկում եւ մենք այստեղ ունենք երկու արձանագրում։ Նախ այն, որ բանկային համակարգը բավականին լավ ցուցանիշներ է ցուցադրում, դա լավ լուր է բոլորիս համար եւ երկրի տնտեսության համար, որովհետեւ դա երկրի տնտեսության զարգացման կարևորագույն ինդիկատորն է։ Ընդհանրապես 20-րդ, 21-րդ դրանից առաջ էլ, բայց 20-րդ դարի երկրորդ կես եւ 21-րդ դարի տնտեսությունները իրենք մի ոտքով հենված են բանկային համակարգի վրա, եւ ինչքան բանկային համակարգը լավ է զգում իրան, այնքան տնտեսությունը ավելի առողջ է։ Մյուս կողմից մենք ունենք խնդիր Հայաստանի Հանրապետությունում փողի էժանացման, որպեսզի մեր մոտ տոկոսները լինեն հնարավորինս ցածր եւ այս կարգավորումը նաեւ կապ ունի այդ խնդրի հետ, որովհետեւ մենք ինչ ենք ասում, ենք եթե շահույթի տեսքով դուրս է բերվում համակարգից, ուրեմն մենք ավելի շատ 10%-ով ավելի շատ ենք հարկելու, այսինքն մենք որոշակի ոչ թե արգելք, այլ որոշակի զսպում ենք դնում գումարը բանկային համակարգից դուրս հանելու։ Եթե բանկային համակարգից դուրս չի հանվում, նշանակում է այն պետքա առաջարկվի շուկայում, նշանակում է տոկոսների որոշակի նվազում պետքա տեղի ունենա։ Իհարկե մենք հիմա նաև բանկային ծախսերի կրճատման ուղղությամբ, ես նկատի ունեմ բիզնեսի կողմից շատ սերտորեն աշխատում ենք համակարգի հետ, ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջերս նաև փոքր բիզնեսի համար անկախիկ առևտրի միջնորդավճարների նվազում տեղի ունեցավ, բավական շոշափելի նվազում տեղի ունեցավ։ Մենք հիմա քննարկում ենք եւ հույս ունեմ, որ առաջիկայում, ոչ թե հույս ունեմ, համոզված եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք դա պոզիտիվ բանկային պատմություն ունեցող փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար տոկոսների որոշակի անկում տեղի կունենա շոշափելի եւ որոշակի կառուցակարգերով եւ իհարկե մենք քաջալերում ենք բանկային համակարգին, որպեսզի հաստատված խաղաղությունը ավելի տեսանելի ձևով արտահայտվի բանկային տոկոսների վրա եւ մենք համոզված ենք, որ այդ ուղղությամբ էլ կգա, բայց ես նաեւ ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, ինչը կապ ունի իմ խոսքի առաջին հատվածի հետ։ Երբեմն հասկանալի պատճառներով կամ այդքան էլ հասկանալի էմոցիոնալ մակարդակով մարդիկ երբեմն փորձում են դեմոնիզացնել բանկային համակարգը, ինչը շատ վտանգավոր եւ նեգատիվ երևույթ է, եւ ես կարծում եմ, որ օբյեկտիվ խնդիրները հաշվի առնելով մենք պետք է այստեղ էլ սոցիալ-հոգեբանական խնդիր կա, որովհետեւ այն դեպքը, որ ես վարկ եմ վերցրել, խնդիրներ ունեմ եւ այլն, դե եկեք մտածենք ինչ ենք անում, շատ հաճախ է պատմում եւ ինքը էմոցիոնալ մակարդակով հասկանալի է, բայց ես ուզում եմ բոլոր այս դեպքերում մարդիկ մենք բոլորս այդ հարցին նայենք անձնական տրամաբանության մեջ։ A մարդը B մարդուց պարտքով փող է վերցրել եւ պարտավորվել է ինչ որ ժամանակում, ինչ որ ձևով վերադարձնի եւ չի վերադարձնում այդ գումարը։ Հետո բացատրում է, որ այս խնդիրն է եղել, այն խնդիրն է եղել, այն խնդիրն է։ Այս փողը տվող մարդը ասում է, հա շատ լավ, դե որ տենց է եղել, ուրեմն այդ փողերը կարող եք չտալ։ Ամեն բանկի հետևում Իրոպե աներ փողը տվե թե բն խառնեցի։ Ամեն բանկի հետևում հազարավոր այսպիսի քաղաքացիներ անհատներ են կանգնած, որովհետև ոնց է ձևավորվում, իհարկե միակ տարբերակը չի, Հայաստանի քաղաքացիները իրենց խնայողությունները տանում են դնում բանկում, որովհետև իրանց կողմից, ասենք օրինակ, այդ թվում վաշխառությունը անօրինական գործունեությունը համար, տանից են բանկում, ասում են դու մարդկանց բաժանի մեր փողը, տոկոսներ ստացի եւ մեր գումարը, այսինքն ավանդներ ունեն, չէ՞ մարդիկ բանկերում։ Ես նկատի ունեմ, այս հարաբերությունը նույնն է։ Այլ բան, որ մենք պետքա մաքսիմալ արդար, ճիշտ շուկայական տրամաբանությամբ հիմնավորված համակարգ ունենանք եւ մենք պետք է ապահովենք, որպեսզի մարդը եւ ընկերությունները փող ձեռք բերելու այլընտրանքային մեխանիզմներ ունենան,
Անհատի դեպքում դա իհարկե բանկն ա լինելու, ուրիշ տարբերակ չկա, բայց ընկերությունների դեպքում, երբ որ կապիտալի շուկան մենք բավարար մակարդակի հասցնենք, ընկերությունների մի մասը սկսի գումար ձեռք բերել այդ տեղից եւ այստեղ էլ տոկոսների անկում կունենանք մենք բանկերի, որովհետեւ բանկերը ավելի մեծ շահագրգռություն կունենան, այդ թվում անհատներին ավելի էժան եւ մատչելի եւ գրավիչ սպառողական վարկել եւ ոչ միայն սպառողական վարկել։ Այսինքն ընդհանուր տրամաբանությունը է սա, որովհետեւ բայց մենք օրինակ ես հիշում եմ 2018 թվականից մենք այդ խոսակցությունը ունեցել ենք, ասել ենք Հայաստանում օրինակ 24%-ով վարկ, որը վարկ կամ վճարում, ինչա վարկ, հա, պետքա չլինի։ Բայց մենք այդ թեմայով քննարկումներ ենք ունեցել եւ տեսել ենք, որ մարդիկ կան, որոնց պետք է այդ գումարները, այսինքն լինում է, որ 3 օրով են վերցնում, 10 օրով են վերցնում, 2 շաբաթով են վերցնում եւ շատ դեպքերում, այսինքն շուկայում այդ հնարավորությունը բացառել, ընդ որում այսպիսի բան հիմնականում լինում էր ֆինանսական կազմակերպություններում եւ այս գործիքներից օգտվում էին այն մարդիկ, ովքեր բանկային համակարգում արդեն խնդիրներ ունեն։ Եվ այնպես չի, որ ով որ գնում է այս վերցնում, այս 24%-անոց կամ 20%-անոց վարկը ինքը վերջ արդեն իր կյանքը ավարտվում, ընդհակառակը կան մարդիկ, որ այս հնարավորությունից օգտվում են եւ իրենց իրադրությունից ելք է բացվում դրանով, որովհետև էլի եմ ասում, երբեմն այդ վարկերը ելնում են այդ տոկոսով շատ կարճ ժամկետով, 3 օրով, մի շաբաթով, 10 օրով, 15 օրով, մի ամսով եւ այդպես շարունակ։ Այնպես որ, բայց այս աշխատանքը եւ այստեղ իմիջիալոց ես կարծում եմ բանկային համակարգն էլ ինքը պետք է ակտիվ լինի, ակտիվ կոմունիկացնի ինքը ինչ է իրենից ինչ է ներկայացնում, որովհետև այո, մեր տնտեսությունը այսօր շատ լավ վիճակի է հասել եւ մեզ պետքա ընդհանրապես կոմունիկացիան շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը եւ ինչ համակարգերը ինչպես են աշխատում եւ մյուս կողմից կենտրոնական բանկը եւ մեր պետական մարմինները իրաց վերահսկողական գործիքներով պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մաքսիմալ արդար լինի այդ խնդիրները, որ նաեւ մարդիկ հասկանան, թե իրանք ինչի հետ գործ ունեն։ Այդ բանկային պայմանագրերի արդեն լեգենդար պատմությունը, որ մեզ մոտ չի մենակ, ամբողջ աշխարհում է։ Մարդը երբ որ փող է պետք, ինքը չի կարդում ինչա գրած։ Կամ երբեմն կարդում այդ միշտ չի, որ կարելի է հասկանալ, թե ինչա գրած։ Այսինքն sense խնդիրներ կան, կարծում եմ, որ կենտրոնական բանկը տեղ ավելի ակտիվ պետք է քաջալերի բանկերին, որպեսզի ակտիվ կոմունիկացնեն, պատմեն իրանց մասին ընդհանրապես ինչա։ Բայց մյուս կողմից իհարկե նաև այդ մենք պիտի ուշադիր լինենք, որպեսզի նաև հարկային համակարգը ճիշտ լինի բանկերի նկատմամբ։ Մենք օրինակ նախկինում տարբեր տարբերակներ քննարկել ենք, բայց միշտ եկել ենք այն եզրակացության, որ մեկը անուղղակի ձևով ազդելու է մարդկանց վրա, որովհետև տոկոսներն են բարձրանալու դրա արդյունքում, միջնորդավճարներն են բարձրանալու, ծառայությունների գներն են բարձրանալու, եւ մենք հիմա եկել ենք մի որոշման, որը մեր կարծիքով ոչ միայն պիտի չթանկացնի ծառայությունները, այլև ընդհակառակը պիտի նպաստի, որ տոկոսների որոշակի նվազում տեղի ունենա եւ կարծում եմ, որ երկար քննարկված նախագիծ եւ որոշումը ինքը պետք է իրոք պոզիտիվ էֆեկտներ ունենա։